Ստեղ կա մի շատ ուշագրավ հանգամանք ևս կապված թվերի հետ։ Տեսեք, տվյալ ընկերություններում, յուրաքանչյուր ընկերությունում ամեն տարի մենք վերլուծել ենք նաև, թե քանի աշխատող է տվյալ ընկերությունում աշխատել։ Ես հիմա ընկերությունների անուն չեմ տա, բայց շատ պարադոքսալ իրավիճակ ունենք։ Ասենք Հայաստանի Հանրապետությունում այս պահի կա լիցենզավորված 4 ընկերություն։ Շուկան ընդհանուր հասկանալու համար նրանցից մեկը ամենափոքրը, որը որ շուկայի մոտավորապես մինչև 5%-ն է ինքը շուկայի, դրանից ավել չէ, այն մնացած 95%-ը մոտավորապես բաժանվում են այդ 3-ի մեջ։ Երեքն էլ իրականացնում են նույն գործունեությունը ինտերնետ շահումով խաղեր։ Մեկի մոտ կա 4500 աշխատող, գրանցված աշխատող, ես տարեկան միջինն եմ ասում, մյուսի մոտ կա մոտ 2300 աշխատող, իսկ այն մյուսի մոտ կա ընդամենը 190 աշխատող։ Ստեղ բնականաբար այս բոլոր աշխատողների համար ընկերությունները վճարում են եկամտահարկ։ Բայց ամենակարևոր բանը, որ շատերի աչքից վրիպում է, թե ինչ շահութահարկ են վճարում այդ ընկերությունները։ Ասենք ինչ շահույթ են գեներացնում տվյալ մեծաքանակ աշխատակիցներ այդ ընկերության համար։ Ես կարող եմ ասել, ըստ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից, այդ ընկերությունների վճարած հարկերը 22, 23 եւ 24 թվականների, ունենք հետեւյալ պատկերը, որ ընկերությունը, ով ունի 190 աշխատող, ինքը վճարում է 4 միլիարդ դրամ շահութահարկ տարվա վերջում, իսկ այն ընկերությունը, որը ունի 4500 աշխատող, վճարում է ընդամենը 2 միլիարդ 700 հազար, այսինքն 1.3 միլիարդով պակաս, չնայած նրան, որ 20 անգամ ավել աշխատողներ ինքը ունի, իսկ մյուս ընկերությունը, որն ունի 2200 աշխատող, վճարում է 2 միլիարդից պակաս հարկեր։ Այստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում, արդյոք տվյալ աշխատանքները, որը որ իրականացնում են տվյալ ընկերություններում տվյալ աշխատակիցների միջոցով, ծառայում են կոնկրետ այս ընկերությունների համար Հայաստանի Հանրապետությունում շահույթ գեներացնելու համար։ Երրորդ կարևոր, շատ կարևոր հանգամանքը, որ ես ուզում եմ դրան ուշադրություն դարձնեմ, դա տվյալ ընկերությունների կողմից անձնական տվյալների պաշտպանությունն է։ Դիտեք, վերջին ժամանակները սկսած 2019 թվականից, 20 թվականից, երբ որ COVID-ից հետո մենք ունեցանք մի այնպիսի իրականություն, որտեղ ինտերնետ կյանքը փոխվեց, մարդիկ ավելի շատ ժամանակ տրամադրում են ինտերնետում եւ մարդկանց անձնական տվյալները շատ լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Անձնական տվյալների պաշտպանության մասով ես կասեմ հետեւյալը, որ ես հանդիպում եմ ունեցել անձնական պաշտպանության տվյալների գործակալության տնօրենի հետ, ունեմ նաև նամակագրությունը նրա հետ, ու պարզվում է ինչ, մեր երկրում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով։ Իմ կողմից ներկայացրած 17 թե 18 հարցին արդյոք իրականացվել են ստուգումներ եւ այլն, չի եղել ընդհանրապես ոչ մի դրական պատասխան։ Ոչ մի ստուգում չի իրականացվել, ընկերությունները արել են այն, ինչ իրենք ուզում են։ Ու այստեղ նաեւ ես ավելորդ չեմ համարում նշել այն հանգամանքը, որ ընկերությունները հիմնականում երկուսը, որտեղ ես ուսումնասիրել եմ նրանց բոլորի գաղտնիության պայմանները, ինչի հիման վրա խաղացողները, ինչը հաստատելով խաղացողները մուտք են գործում հարթակ եւ սկսում են խաղալ, կա օրենքի այնպիսի խախտումներ, որ թե գործակալությունը, թե դատախազությունը պետք է օր առաջ կասեցնի իրենց գործունեությունը ու սկսի ստուգումներ իրականացնել, թե ինչի համար է այդ ամեն ինչը այդպես։ Անձնական տվյալների մասով, անձնական տվյալների պաշտպանության մասով, նրանք այնպիսի անձնական տվյալներ են պահանջում մարդկանցից, որ ուղղակի անհավանական է, ասենք մարդու
անուն ազգանուն հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հանրային ծառայության համար ու ինչն է այս ամեն ինչի մեջ ամենատարօրինակ։ Բոլոր այդ ընկերությունները ունեն եկենք պետական համակարգում ստուգելու եւ այնտեղից ինֆորմացիա վերցնելու լիարժեք իրավունք։ Եկենքից նրանք վերցնում են ամեն տեսակի ինֆորմացիա ու ինչպես իրենք գաղտնիության պայմաններում են նշում, որ իրենց իրավունք են վերապահում, որ ունեն իրավունք շրջանցելով օրենքը, տվյալ ինֆորմացիան փոխանցեն իրենց կամ գործընկերներին, կամ իրենց կողմից վստահելի գործընկերներին։ Կամ մի ընկերություն, որը ցավոք սրտի ես զարմանում եմ, էլի ինչի համար կարա տենց բան լինի, արդյոք պետական մարմինները ընդհանրապես այս հարցով չեն զբաղվել, մեկը գրում է նույնիսկ այսպիսի բան, որ կարամ ես հիմա ցիտեմ, որ ինքը կարա տա տվյալները, անձնական տվյալները իր կողմից վստահելի գործընկերներին, որոնք էլ իրենց հերթին կարող են տալ այլ գործընկերների։ Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասով մենք ունենք շատ լուրջ խնդիր։ Անձնական տվյալների մասով ես կուզեմ անդրադառնամ նաև մի շարք հարցերի, որ ես փորձեցի մամուլից գտնել հրապարակումներ, որոնք եղել են նախկին տարիներին, ու ունենք մենք փորձագետներ, որ այդ փորձագետները բարձրաձայնել են Արթուր Պապյան 2022 թվականից մարդը բարձրացանել է այն հարցը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 2.5 միլիոն հայի անձնական տվյալների արտահոսք։ 2.4 միլիոն հայի։ Սրա մասով պետությունը ոչինչ չի արել, ընդհանրապես ոչինչ չի արել։ Նույնիսկ իրանք չեն մտածել այն ուղղությամբ, որ ինտերնետ շահումով խաղերը կարող են նաև իրանք թիրախավորվել ու կիբերհանցագործության շնորհիվ կիբերհանցագործները իրանք սերվերներից փորձեն այդ ամեն ինչը վերցնելու։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք այդ անձնական տվյալների պաշտպանության մասին այս ոլորտի հետ կապված, որ իրենք չարաշահում են իրենց լիազորությունները պետական վերահսկողության բացակայության պատճառներով եւ հիմնավոր կասկածներ կան, որ իրանց կողմից իրանց մոտ ամենայն հավանականությամբ եղել են շատ մեծ քանակի տվյալների արտահոսք։